Բարև ձեզ, Վեստիայի մի տաղավարում ենք, մեր հյուրն է Արթուր Խաչատրյանը, խոսելու ենք թրիփի տնտեսական խնդիրների մասին եւ այն առավելությունների, որ նախագիծը կարող է տալ Հայաստանի Հանրապետությանը։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Խաչատրյան, երկրորդ նախագահն իր հարցազրույցում մի այսպիսի թրիփին անդրադառնալու կետ ասաց, եթե 42 կիլոմետրի վրա այդքան ներդրում են անում, տնտեսական ճանապարհը պետք է լինի ոսկյա։ Ինչպես եք դուք գնահատում։ Նախ ես ճիշտ ասած ձեր հարցը չհասկացա, ինչպես կարելի է խոսել մի բանի մասին, որը գոյություն չունի։ Ինչ տնտեսական առավելություն Հայաստանի համար։ Ասում են այն 24%-ը մեզ հնարավորություն է տալու տնտեսական ահռելի մուտքեր ունենալ Հայաստանում։ Հաշվարկել են։ $600 միլիոն մասին խոսք կար։ Հաշվարկել են։ Չգիտեմ։ Լամար եմ ասում, չի կարելի խոսել մի բանի մասին, որը գոյություն չունի։ Հետաքրքիր է, որտեվ նույն միտքը ես էլ էի հայտնել ձեր գործընկերներից, ուղղակի արդեն չեմ հիշում, որ մեկի այդ հարցազրույցի ժամանակ ասել էի ճանապարհ նույնիսկ եթե ռելսերը ոսկուց լինեն, միևնույնն է Հայաստանի համար ինքը հարց չի լուծում, որովհետև հիշեցնեմ, թրիփի ոչ թե թրիփի, ճանապարհների ապաշրջափակման մասին հարցներ առաջնային։ Հայաստանը բացում է Ադրբեջանից Նախիջևան գնացող ճանապարհը, Նախիջևանը ապաշրջափակվում է։ Ադրբեջանը բացում է Հայաստանի շրջափակումը։ Մի հատ ինձ ցույց կտաք Հայաստանը ինչպես է ապաշրջափակվում թրիփի շնորհիվ։ Ասում եմ դեռ դա կսարքենք, հետո կմտածենք մի հատ մեծ խոշոր ընկերություն բացելու։ Առնում ենք։ Հետո կմիանան թրիփը դա ինչ որ մեծ տրանսպորտային միջանցք է, որով անցնում են երկաթուղի, ավտոմոբիլային ճանապարհ, այսինքն չի բացառվում, որ անցնում է երկաթուղի, ավտոմոբիլային ճանապարհ, գազամուղ, նավթամուղ, հոսանքալարեր, ինտերնետի մալուխներ, վարչական շենքեր։ Հիմա այդ ամեն ինչը դնում ենք իր վրա, ես չգիտեմ։ Լայն երկարությունը 42 կիլոմետր է, լայնությունն ինչքան է դառնում։ 10, 20, 30 կիլոմետր։ Նիկոլ Փաշինյանն էր ասում ավելի հյուսիս, ավելի տենց որ գնաց, չգիտեմ, Բիչինեկով կսահմանափակվեն, թե կհասցնեն մինչև Վանաձոր։ Բայց միևնույնն է, եթե ճանապարհը ոսկի է լինի, դրանով Հայաստանի ապաշրջափակման հարցը չի լուծվում։ Այդ դեպքում տնտեսությունը ինչպես է հզորանում։ Դրա համար պետք է ես հիմա գնամ տուն, այդտեղ Նիկոլ, այդ դրա համար ես հիմա գնամ, Նիկոլ Փաշինյանին կանչեք հարցրեք։ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2001 թվականին ասում էր միջանցք չտալը հայի չուզողության հետևանք է։ Միջանցքը պետք է Թուրքիային եւ ամերիկացիներին, միջանցքը տանք փող աշխատանք։ Բայց հիմա այդ փողի 24%-ն են իրանք ընդհանրապես աշխատել։ Փոխարենը Հայաստանը չի ապաշրջափակվում, որովհետև ներքին ապաշրջափակման համար, այսինքն շատ ավելի արագ կարողանանք Մեղրիից կամ Ագարակից հասնենք Երասխ, պետք է ադրբեջանցիները մեզ տային նույն իրավական ռեժիմին ենթարկվող անխոչնդոտ անցում Նախիջևանով, բայց այդպես բան չկա։ Ադրբեջանը մեզ պիտի տար անխոչնդոտ անցում Ղազախով դեպի արևելք եւ դեպի հյուսիս։ Թուրքիան, ով իր հարաբերությունները Հայաստանի հետ պայմանավորում է բաց, հիմնականում Հայաստան-Ադրբեջան հարաբերություններով պետք է բացեր դեպի արևմուտք ճանապարհը, բայց մենք այդպես բան չենք տեսնում։ Օգոստոսի 8-ի փաստաթղթում կա մի անորոշ ձևակերպում, Հայաստանը տալիս է անխոչնդոտ անցման իրավունք, դա միջանցք է, որովհետև այդ իրավական ռեժիմը տարբերվելու է, ենթադրենք M1 միջպետական ճանապարհից։ Այլապես այդ անխոչնդոտ բառը այնտեղ չէին ճխտի։ Ալիևը մեզ տալիս է փոխադարձ առավելություն։ Հիմա փոխադարձ առավելությունը ինչն է, ռուսական ցորեն կամ ղազախական ցորեն Ադրբեջանի տարածքով, հիմնականում ռուսական ցորեն, անհասկանալի երկրից գնված կամ գաղտնի երկրից գնված ներմուծված բենզին, որը հայերը գնել են Ադրբեջանից, ինչի չէին կարող գնել այն նախնական երկրից էլի ռացիոնալ բանականության շրջանակների մեջ չի տեղավորվում ու վերջ։ Հա, մի անգամ էլ Արման Եղվանն ասեց կարող են թրիք առնեն։ Առավելությունը, ինչը բենզինը բերեցինք։ Հասկացա, բայց դա չի նշանակում թրիփը մեզ ապաշրջափակում չի բերում։ Թրիփը
պանթուրանիզմի դարավոր երազանքն է, որ իրանք Կոնստանդնապոլսից մինչև Չինաստանի արևմուտք, մինչև ույգուրների հայրենիք, թուրքերի բնորան կապ են ունենում անխոչնդատ։ Այսինքն հիմա Ադրբեջանը եւ Թուրքիան կապվում են իրար հետ, կամ Վրաստանի տարածքով, կամ Իրանի տարածքով։ Ակնհայտ է, որ այսօր Հայաստանը շատ ավելի թույլ է, քան Իրանը, շատ ավելի թույլ է, քան Վրաստանը։ Սա է մեր օգուտը, որն է։ Ցորեն, որի կարիքը մենք վաղուց չունենք, եթե Հայաստանը ցորենի կարիք ունենար, թող քայլեր ձեռնարկեին Հայաստանի չմշակվող հողատարածքների մակերեսը մեծացնելու համար եւ բենզին, որի կարիքը էլի մենք չունենք։ Մենք բենզինի դեֆիցիտ ունենք 80-ականների վերջ, 90-ականների սկզբին, երբ Ադրբեջանը փակեց Հայաստանի ճանապարհները։ Հիմա իրանք ինչ են արել։ Բերել են Հայաստանի բենզինի պահանջարկի մի քանի տոկոսը, գներն իջել են։ Բա հակամենաշնորհային մարմինները ուր էին նայում։ Հասկանում եք, չէ՞, որ եթե քո պահանջարկի առաջարկը ավելանում է ընդամենը մի 5%-ով, չեն կարող գները այսքան իջնել։ Նշանակում է բենզին ներկրող եւ վաճառողները գերշահույթներ էին ապահովում։ Ուր մնաց Նիկոլ Փաշինյանը, ինչի՞ չէր սանձում գերշահույթ ապահովողներին։ Իսկ դուք ասում եք Հայաստանի տնտեսական շահ։ Չկա տենց բան։ Ունի շահ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանը չունի ոչ մի տնտեսական Ինչ շահ ունի Նիկոլ Փաշինյանը։ Դե տեսեք Զայդ մրցանակը ստացավ, քեշ փող։ Երկրորդը ինքը ինչ է արել, ձախողել է իր բոլոր նախընտրական խոստումները։ Շուշի եւ Հադրութի դեօկուպացիա, Արցախի հարցի լուծում, ճանաչում հանուն փրկության, անջատում հանուն փրկության բանաձևով։ Ցեղասպանության ճանաչման աշխատանքների շարունակում, հետամուտ լինել դրան, կանաչ եւ կայուն բարձրարժեք գիտելիքային տնտեսության զարգացում։ Այդ ամեն ինչը ձախողել է։ Ինքը որ վաղը գնա ընտրությունների, պետք է ասի, ես ձեզ խաղաղություն եմ բերել։ Եվ իրան պետք է, որ օրինակ Ալիևն էլ ասի, հա դե տեսեք խաղաղություն ունենք։ Եվ դրա համար ինքը զոհում է թե մեր ինքնիշխանությունը, թե Արցախում պատանդարված մեր հայրենակիցների կյանքը։ Իսկ դուք տնտեսական շահույթի մասին եք խոսում։ Չեն կարող խոսել մի բանի մասին, որը չկա։ Կարող ենք իհարկե, բայց դա գիտաֆանտաստիկ ժանր է, որի ես մասնագետ չեմ։ Անդիմությունը փորձագետները պնդում են, որ դա նույն Զանգեզուրի միջանցքն է, Ադրբեջանը շարունակում է այդպես անվանել, դուք էլ ձեր խոսքում ասացիք, իշխանությունը հակադարձում ասում է, ապա շրջափակում է ճանապարհը, հրաշալի հնարավորություն։ Ես էլի եմ ասում։ Միջանցք է, թե չէ։ Միջանցք է։ Ճանապարհը նախ Միջանցքի սահմանումը, դա մուլտիմոդալ տարածք է, որով անցնում են կապուղիներ եւ ենթակառուցվածքներ։ Դա համաշխարհային բանկի սահմանումն է։ Դա այն է, կարդացեք հունվարի 14-ի փաստաթղթը։ Երկրորդը արտատարածքային է, թե արտատարածքային չի։ Դու այդ ճանապարհի վրա ունես ինքնիշխանության սահմանափակ։ Ինչ front office, ինչ back office։ Այսինքն գնացքը, որը մտնում է Հայաստան, Վրաստանից, front office, back office, տենց բան կա։ Ինչի պետքա Վրաստանից մտնող գնացքը, վրացին, որը մտնում է Հայաստան, ավելի ծանր, ցենց ասեմ, ռեժիմով, ավելի խիստ ռեժիմով անցնի, քան ադրբեջանցին, ինչի։ Ակնհայտ է, չէ, որ Վրաստան-Հայաստան երկաթուղու վրա այլ իրավական ռեժիմ է գործում, տեղ այլ իրավական ռեժիմ է գործում։ Հայաստանը այդ ճանապարհի վրա ունի ինքնիշխանության սահմանափակում։ Երկրորդը, ինչքան արժի այդ 40 կիլոմետր ճանապարհի կառուցում։ Հայաստանն այդքան պարտք է վերցնում, որ ենթակառուցվածքներ կառուց, ճանապարհներ կառուց։ Ճիշտ է, որակը տեսնում ենք, չէ՞, հիմա ուզում եք իջնենք միասին Դավիթ անախտով քայլենք, իսկ գուշ լինենք, որ այսինքն չթաղվենք փոսի մեջ։ Հիմա 24%-ով է բավարարվում ընդհանրապես։ Դրեք հաշվեն։ Պարոն Խաչատրյան, ընտրության գնացող քաղաքացին, ասացիք, այսքանը ձախողել են։ Տնտեսական առումով ինչ պիտի իմանա, ինչ նայի նախընտրական ծրագրերում, որ կտան քաղաքական ուժեր, որ կարգ։ Մեր հայրենակիցն ընդհանրապես ամբողջ աշխարհում, լավ, մարդը նախընտրական ծրագրին քիչ է նայում։ Մարդը նայում է իր սառնարանի պարունակությանը։ Իր սառնարանի պարունակությանն է նա։ Թող մարդը ինչ անում, նայում է, չէ, ասում են, ընդհանրենք 10,000 դրամով։ Ես
2021 թվականին կարող էի ավելի շատ բան գնեի, թե 2026 թվականին։ Ես հարցում եմ ուղարկել իշխանությունին, ասեմ, սենց դոշ եք ծեծում, թե մարդկանց աշխատավարձը բարձրացել է, միջին աշխատավարձը բարձրացել է։ Մարդկանց աշխատավարձի բաշխումը ինչքան է։ Տեսեք, երեք, չեմ հիշում ով էր, ասեց ֆինանսական հատվածում մարդկանց միջին աշխատավարձը 900,000 է։ Եկեք մի հատ իրար հետ իջնենք, մտնենք ցանկացած բանկի մասնաճյուղ եւ հարցնենք, ձեր աշխատավարձը 900,000 է, թե չէ։ Ասեն միջին աշխատավարձը 300,000 դրամ է։ Եկեք փողոցում քայլենք, հարցնենք ձեր քանի մարդու աշխատավարձն է 300,000 դրամ։ Հայաստանի բնակչության 75%-ը մոտ միջին աշխատավարձից քիչ փող է ստանում։ Հիմնական աշխատավարձային այդ դիապազոնը 100,000-ից 200,000 դրամ է։ Ասում եք ինչին պետք է նայի, թող մարդը մտնի նայի բացի իր սառնարանի դուռը, տեսնի ավելացել է, ինքը ավելի լավ է ապրում, թե չէ։ Ասում է 10,000 դրամ տամ թոշակառուին, որ ինչ անի։ Մի օր էլ ինքը միս ուտի, ինչ անի։ Սա չեն կարող միլիարդանոց պրեմիաներ ստանալ։ Տեսեք, կան մոտավորապես 10-ից 15 ուժ արդեն հայտարարել է, որ ինքը պատրաստում է մասնակցել ընտրության։ Քաղաքացուն 15 հոգի ծրագիր է տալու։ Սառնարանի պարունակությունից գոհ չեն, կարծես թե մեծամասնությունը։ Ինչի ուշադրություն դարձնել, ինչ պետք է։ Շատ լավ, ուրեմն եթե սառնարանի պարունակություն, եթե տեսեք, ես չեմ ասա իրանց անան։ Մի փորձեք իմ խոսքերը զեղծը բան անել էլի, մոլորեցնել։ Ես ձեզ ասեմ, եթե տնտեսական հարցին եք նա, բացեք սառնանը, բայց բնականաբար մարդը մենակ տնտեսական կենդանի չի։ Հավ ինքը նաև այլ խնդիրներ ունի։ Թուրքերը այն ժամանակ Հայաստանի հետ ոնց էին խոսում, հիմա ոնց են խոսում։ Պարզ բան եմ ասում։ Հանգիստ գնում էիր Արցախ։ Հանգիստ կապան էիր գնում։ Հանգիստ ջերմուկ էիր գնում, սևլիճ էիր գնում։ Այդ գործոնները կան։ Այսինքն մենակ սառնարանը չի, որը վատ է։ Չնայած ինքը դրա վրա է շեշտել Նիկոլ Փաշինյանը։ Հիմա 15 ուժ հայտարարել են, եկեք ընդունենք, որ այդ 15 ուժերը մի մասը փորձում է իրան ուղակի գովազդի։ Հասկանալի է, չէ՞, ուժը կան, 4-5 ուժ գոնե։ Ապրես, ուրեմն այն մնացածները կամ պետքա Բելքի գան եւ մեծ դաշինքներով մասնակցեն, կամ անելու են նույնը, ինչ որ արեցին 21 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը ստացավ ձայների 54%-ից քիչ, 53 ու չեմ հիշում ինչքան, այսօր 65% մոտ ձայն ունի։ Այն մնացածները, փոքրերը, իրանք եթե Նիկոլի ջրաղացին ջուր չեն լցնում, իրական ընդդիմություն են, ինչպես որ իրանց ցույց են տալիս, իրանք պետք է հասկանան, որ մասնակցելով ընտրություններին, հոշիացնելով ընդդիմադիր ձայները, իրանք հարթում են Նիկոլ Փաշինյանի ճանապարհը դեպի վերարտադրություն։ Այսօր հավաքական ընդդիմությունը ունի շատ ավելի շատ ձայն, քան թե Նիկոլ Փաշինյանը։ Եվ հավաքական ընդդիմության ձայները չփոշիացնելու համար այն քաղաքական ուժերը, ովքեր հասկանում են, որ ինքնուրույն չեն կարողանալու հատել շեմը, պետք է դաշինքներ կազմեն։ 3-4 մեծ դաշինք պետք է կազմեն։ Եվ երբ լինի 3-4 խոշոր բլոկ, այդ դեպքում մեր հայրենակիցներն էլ վերջապես բանական մարդիկ են, կարդալ գիտեն։ Պետք է նայեն, տեսնեն ինչ է առաջարկվում, եւ երկրորդը կամ առաջինը այս մարդիկ ինչ ճանապարհ են անցել, որովհետեւ գեղեցիկ գրելը մի բան է, արդյունք ցույց տալը ուրիշ բան է։ Բարի շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես հիշեցնեմ, որ մեր հյուրն էր ազգային ժողովի պատգամավոր Արթուր Խաչատրյանը։